Այստեղ հարց ունեմ ես Տիկին Հարությունյան։ Մենք վերադառնանք նախորդ սլայդին։ Հիմա չէ, ամփոփ արդյունքներին չէ, ուսումնական արդյունավետությանը։ Ինչն է հիմք հանդիսանում ուսումնական արդյունավետությունը գնահատելու համար։ Արդյոք դա գնահատականներն են երեխաների, որովհետև միգուցե ցածր գնահատականները տենց խիստ վերաբերմունքի եւ խիստ մոտեցման հարց են, իսկ բարձր գնահատականները օրինակ լավություն անելու տրամաբանություն են։ Ինչն է հիմք հանդիսանում։ Այստեղ դուք հիմնականում ճիշտ է շեշտադրումը, որ հիմնական ցուցիչը այդուհանդերձ առաջադիմությունն է, այստեղ մենք ունենք օբյեկտիվ գնահատման մեխանիզմներ, այսինքն հաշվարկը, որը արվում է մեր մասնագիտական մեթոդաբանությամբ, դա կրթության առաջադիմությունն ու կրթության որակն են, կրթության առաջադիմությունը, թե որքանով է առաջադիմել ամբողջ դպրոցը, ըստ մակարդակների, այսինքն տարեկան, միջին եւ ավագ օղակները, եթե այդպեսին կա, արդյոք բոլոր երեխաները հաղթահարել են տվյալ կրթական աստիճանը։ Որակը արդեն հաշվարկվում է ըստ առաջադիմ, այսինքն գնահատականների, բարձր գնահատական ստացածները բաժանած ընդհանուր սովորողների թվի վրա։ Բայց կարևոր այստեղ նկատառում, որ օրինակ տարական դասարաններում այլևս մենք միավորային գնահատումներ չունենք եւ բնութագրիչներով է իրականացվում գնահատումը, այստեղ արդեն դիտարկվում են այդ արդյունքները։ Ինչպես նաև այս ամենի, երբ որ մենք ուսումնական արդյունավետություն ենք գնահատում, նաև գնահատում ենք, թե որքանով են երեխաները մասնակցում, ինչ մասնակցություն ունեն օրինակ օլիմպիադաներին, որովհետև օլիմպիադաների մասնակցությունը օբյեկտիվ ցուցիչ է, այնքանով, որ երեխան ինքը անկախ իրեն հատուկ միջավայրից, այն միջավայրից, որ սովոր է եւ որտեղ որ կարող է լինել այդ կանխակալ մոտեցումը, ինքը հնարավորություն է ունենում իր իրական հնարավորությունները դրսևորելու եւ առաջ գնալու։ Նաեւ այն արտաքին ստուգումները, որ իրականացվում են տարբեր գերատեսչությունների կողմից, օրինակ գնահատման թեստավորման կենտրոնը բարբերաբար դպրոցներում իրականացվում է արտաքին ստուգում, տալիս է գրավոր եւ այդ արդյունքները եւս ներառվում են այս ցուցիչի մեջ։ Հիմա Տիկին Հարությունյան, եթե ունենք արտաքին ստուգման արդյունքներ, պետք է համեմատական տանել արտաքին ստուգման եւ ներքին ստուգման մեջ եւ այդտեղ այդ տարբերության մեջ կերևա օբյեկտիվությունը, որովհետեւ մենք չենք ուզում ստեղծել մի միջավայր, որտեղ որ դպրոցներում արհեստականորեն երեխաներին ավելի բարձր են գնահատում, որպեսզի կարող է ինչ-որ մի օր այս գնահատականը ինչ-որ կարևոր բանի համար լինի։ Հետևաբար մենք չենք ուզում այնպիսի իրավիճակ, որ երեխաները արհեստականորեն բարձր գնահատվել։ Մենք ուզում ենք մի իրավիճակ, որտեղ երեխաները գնահատվում են ըստ արդյունքի փաստացի եւ այստեղ շատ կարեւոր է արտաքին ստուգման եւ ներքին ստուգման տարբերությունների բացահայտումը եւ երբ որտեղ որ խնդիր ենք տեսնում մի հատ նորից տենց այցելել եւ հասկանալ այդ խնդիրը ինչպես պետք է լուծվի, որովհետեւ արհեստականորեն բարձր գնահատականներ դնելը որ այնց միակ պոտենցիալ տենդենսը կարա լինի, որովհետեւ այս տեսակ գնահատմամբ մենք նման մոտիվացիա կարանք ստեղծենք։ Այսինքն պետք է միշտ լինի այդ այսպես ասած ռեֆերենս ստուգումը, այսինքն արտաքին ստուգումը, որը որ պետք է տա արդեն օբյեկտիվ մեծ տվյալ, որը ավելի տենց հիմնարար տրամաբանական տվյալ պետք է տա, որովհետև այս գնահատման մեխանիզմով մենք որոշակիորեն կարող է խթանենք, որպեսզի միջինում տենց ավելի բարձր գնահատվեն երեխաները, քան պետք է։ Եվ ուզում եմ ասել, այս ստուգման տարբերության վրա, երբ որ մենք տեսնում ենք արտաքին ստուգումը մի թիվ է տալիս, ներքին ստուգումը էականորեն ավելի բարձր է, պետք է էական բալեր իջեցվի այստեղ։ Այսինքն պատժիչ տրամաբանություն պետք է ունենա արտաքին ստուգումից տարբերվող ներքին ստուգումը։